Ժողովուրդ օրաթերթին իշխանական շրջանակներից փոխանցվել է տեղեկություն, ըստ որի Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության օրը հոկտեմբերի 27-ին նրան գահընկեց անել։ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ ռեպրեսիաները մատուցում են իբրև եկեղեցու վերափոխման անհրաժեշտություն ու նպատակ են դրել մինչև հոկտեմբերի 27-ը վճռական քայլեր ձեռնարկել եկեղեցու ներքին կառավարման ուղղությամբ։ Հիշեցնենք, հենց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին է ամենայն հայոց կաթողիկոսը գահակալել եւ ՔՊ-ն 26 տարի անց որոշել է կաթողիկոսական ընտրությունների արդյունքները վիճարկել, հարձակվելով եկեղեցու վրա։ Մինչ այդ իրավապահները կշարունակեն ճնշումները հոգևորականների նկատմամբ, հատկապես նրանց, որոնք կաթողիկոսին ազգական են կամ շրջապատին մոտ, ինչպես եղավ Արագածոտնի թեմի առաջնորդ կաթողիկոսի քերորդի Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի երկամսյա կալանքի դեպքում։ Եկեղեցի էլ կներխուժեն առանց վարանելու։ Իշխանական ներկայացուցիչների մեկնաբանությամբ հոգևորականներն էլ են քաղաքացիներ, եւ եթե որևէ մեկը օրենք է խախտում, պետք է պատասխան տա։ Ժողովուրդ օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ առաջիկայում վարչապետը նախատեսում է մասնակցել Հովանավանքի պատարագին, որը կազմակերպել է 17 հոգևորականների ձերբակալման պատճառ դարձած ՔՊ-ի կողմից հովանավորվող Տեր Արամ Քահանան։ Այնտեղ Նիկոլ Փաշինյանը կտա իր ծրագրի հաղթական մեկնարկը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի գահակալության օրը նրան գահընկեց անելու պլանավորմամբ։